Արագ երկնային օթևաններում։ Ծերի մահվանից հետո մի քանի տարի անց նրա աշակերտը հայր Մեֆոդին տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում. «Ինչպե՞ս ես հայր, որտեղ ես գտնվում»։ Հայրը պատասխանում է. «Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՞ս»։ Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում։ Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունես»։ «Ինչ ես արել»։ Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են ծերիս հանձնարարությունները չկատարելու պատճառով։ Միակ բանը, որ ունեմ, հույսն է առ Աստված։ Պատրաստ եմ ընդունելու այն ամենն, ինչ Աստծո ողորմածությունը կանի ինձ»։ Այն ժամ հրեշտակը գնաց իմ մասին հարցնելու և շուտով վերադառնալով ասաց. «Քանի որ խոնարհությամբ ընդունեցիր ողբալի վիճակդ և հույսդ լիովին Աստծո վրա դրեցիր, Քրիստոս կարգադրեց թույլ տալ քեզ փրկվածների հետ անցնելու»։ Հայր Մեֆոդին իրենց ընդհանուր ծանոթի ննջեցյալ փայտահատի մասին էլ հարցրեց, թե նա որտեղ է գտնվում։ «Փայտահատն ավելի լավ վայրում է, քան ես», պատասխանեց ծերը, որովհետև իր կյանքում շատ է տառապել և խոնարհությամբ ծառայել է իր բոլոր տերերին, որոնց մոտ աշխատել է առանց տրտնջալու։ Այնուհետև նա մի դիվահարի մասին հարցրեց։ Ծերը պատասխանեց. «Նա էլ ավելի լավ վայրում է գտնվում, քանի որ շատ տառապանք է կրել և դևը նրան խիստ խոնարհեցրել է մարդկանց առջև։ Նա ինքն էլ խոնարհություն էր ձեռք բերել, քանի որ ասում էր. «Հայրերի աղոթքները կփրկեն ինձ դժբախտիս»։ Այստեղ, սիրելիներս, առաք խոսում է խոնարհության մասին։ Խոնարհությունն այն բարոյական առաքինությունն է, որն արգելակում է սեփական մեծության անկարգ ցանկությունը և մարդուն առաջնորդում է սիրելու սեփական իրականությունը, որը ճանաչել է տալիս անկեղծ ճշմարտության լույսի ներքո։